Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդանից Սուրբ Ղևոնդիայց տաճարում հոգեհանգստյան պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարողությանը մասնակցում էին հայ առաքելական Սուրբ եկեղեցու քույր եկեղեցիների արևմտյան Ամերիկայի թեմերի առաջնորդները, կաթողիկե, եպիսկոպոսական, ասորի, ուղղափառ, ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները։ Իրենք եւս պետք է վգա դառնան այն մարտիրոսության նահատակության, որ մեր նախնիկ դվին հանուն քրիստոնեական եկեղեցու։ Հետևաբար այսօր իրենց ներկայությունը մեզի հետ աղոթագից ըլլալը մեծ նշանակություն ունի, որտեղ առանցին չենք կնշանակի, որ մեզ հետ են նաև մեր քույր եկեղեցիներու ներկայացները, փաստորեն նաև իրենց համայնքները մեզի հետ են։ 1.5 միլիոն նահատակների ցավը հայ ժողովրդի սերունդները հավերժականորեն զգալու են, ասում է Հովնան arczepiskopos Տերտերյանը։ Նա կարևոր է համարում նոր սերնդի մեջ արմատավորել այդ բացառիկ զոհողության գինը, որպես ազգ մեր ինքնությունը, նպատակն ու առաքելությունը չկորցնելու համար։ 1.5 միլիոն այսօր պիտի դառնար միլիոններ, կնշանակի, որ մենք ոչ միայն ֆիզիկական կորուստներ ունեցանք, մենք ունեցանք հոգևոր բարոյական արժեքներու կորուստ, բայց դգարանալ չկա։ Մեր նպատակը այդ ոգին արդուն բահել եւ այնպես անել, որ նոր սերունդի զավակունք յուրաքանչյուր անց կան եւ հազարներու դալիքը հոգևոր եւ բարոյական արժեքներու այդպես արժևորումը իրենք պետք է որ արդահայտեն դրսևորեն իրենց իսկ կյանքով։ Քրիստոնեական եկեղեցիների միասնականությունը հատկապես մեր օրերում առանձնահատուկ կարևորություն ունի ամեն տեսակ չարիքի, միասնական ուժով ու հավատով դիմակայելու իմաստով, նշում են քրիստոնյա առաջնորդները։ Հայոց ցեղասպանության ողբերգական օրերին մարդիկ նահատակվել են իրենց հավատի համար, մենք ոգեկոչում ենք նրանց հիշատակն ու աղոթում, որ նրանց զոհողությունն Աստծո օրհնությամբ ծառայի քրիստոնեական հավատի ամրապնդմանը աշխարհով մեկ, ու հատկապես պահապան լինի հայ ժողովրդին, որը դեռևս տառապում է շատ մարտահրավերների առերեսվելով։ Ես եւ կինս ակտիվորեն ներգրաված ենք էկումենիկ եւ միջկրոնական գործունեության մեջ եւ տարիներ շարունակ գալիս ենք այստեղ։ Շատ կարեւոր է միավորվել անարդարության դեմ, նաեւ անցյալ անարդարությունը հիշել եւ դատապարտել, որպեսզի ապագայում այն չկրկնվի։ 110-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան պատարագին մասնակցում էին նաեւ ամերիկյան տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց աջակցությամբ տարիներ շարունակ հայ համայնքը հայկական օրակարգը բարձրաձայնում է ամերիկյան քաղաքական հարթակներում։ Ինձ համար սա շատ կարևոր է ոչ միայն որպես հայ համայնքի բարեկամ։ Կարևոր է, քանի որ խորությամբ գիտեմ հայերի հարուստ պատմությունը, որը զոհողությունների եւ կորուստների պատմություն է։ Այդ էջերը համայնքի վրա խոր հետք են թողել մինչեւ այսօր, ինչպես այն կորուստները, որ հայերը կրեցին Ադրբեջանի կողմից։ Կարևոր է գալ, միանալ հայ համայնքին, խոսել այդ ամենի մասին, որպեսզի լինենք միասնական եւ ուժեղ, կանխելու վայրագությունների կրկնությունը։ Շատ կարևոր է, որ 110 տարի որ անցած է ցեղասպանությունին, որ բոլոր աշխարհը տեսնե, որ թուրքը ինչպես փորձեցին անել, մենք մերժեցինք անոնց ծրագիրները, հոսենք, կայնած ենք եւ միշտ պիտի լինենք։ Պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք հայերը միշտ միասին ենք եւ միշտ հոսպիտալան եւ միշտ հայ պիտի լան։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով կազմակերպված են նաև մոմավառություն, բողոքի քայլարշավ դեպի Թուրքիայի հյուպատոսություն եւ ոգեկոչման արարողություն Մոնտեբելլոյի հուշահամալիրում։ Միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջ։ Լիլիթ Սեթրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։